Սա հիմք դրեց նոր Հոլիվուդի շարժմանը, որտեղ ռեժիսորներն ինչպիսին են Սկորսեզեն, Լուկասը եւ Սպիլբերգը սկսեցին ձևավորել կինոյի նոր լեզուն։ Սա առաջին ֆիլմն էր, որտեղ հերոսը դառնում է հակահերոս։ Նա սյուժեն կենտրոնացրել էր հենց այդ փոխակերպման վրա։ Այն բացեց ճանապարհ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են Սկորսեզեի Տաքսիստը Դե Նիրոյի մասնակցությամբ։ Այն պատմում էր Տրեյվիս Բիքլի մասին, ով սկզբում հասարակ միայնակ մարդ էր, բայց ներքին ճգնաժամը նրան տանում է դեպի բռնության եւ մոլագարության կողմ։ Դրան հաջորդում է Դե Պալմայի եւ Ալ Պաչինոյի Սպիով դեմքը։ Տոնի Մոնտանան ԱՄՆ գալիս է որպես փախստական, բայց աստիճանաբար վերածվում է դաժան թմրավաճառի։ Վերջին տարիներին նկարահանվեց Սոպրանո սերիալը, որտեղ գլխավոր հերոսը Տոնի Սոպրանոն ընտանիքի մարդ է, բայց նաեւ մաֆիայի ղեկավար։ Այստեղ հոգեբանի մոտ այցերի ժամանակ մենք տեսնում ենք նրա ներսի կողմը, տեսնում նրա վախերը եւ թե ինչպես է ազդում այդ կյանքը մարդու հոգեբանության վրա։ Եվ իհարկե աշխարհահռչակ Վատից վատը սերիալը, որտեղ Վալտեր Ուայթը սկսում է որպես քիմիայի ուսուցիչ, բայց հիվանդության ու ընտանիքը պահելու ցանկության պատճառով դառնում է հանցագործ։ Այսպիսով Մայքլ Կորլեոնեի կերպարը դարձավ նախատիպ։ Այս մոդելը ցույց տվեց, որ հանդիսատեսը պատրաստ է հետևել ոչ միայն լավ հերոսներին, այլև նրանց, ովքեր մտնում են ու կորցնում իրենց բարոյականությունը։